Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, մենք այսօր նորից ուղիղ եթերում ենք, Աստված օրհնի մեր հայ ազգին, որովհետև չխոսելը դա համաձայնության նշանն է, լռելը միշտ, ես միշտ ասել եմ, այո կա լռելու ժամանակ, բայց եթե մենք լռենք, քարերը կխոսեն սիրելի հայրենակիցներ, դրա համար ես փորձում եմ խոսել ճշմարտությունը եւ բարձրացնել այն հարցերը, այն ինչ որ կատարվում է, մինչեւ հարթեցնելով ճանապարհը, մինչև իսկական տեխնիկան գգա եւ այդ հարթեցված ճանապարհի վրով կանցնի, որովհետեւ ես միշտ ասել եմ սիրելի հայրենակիցներ, ես ոչ բլոգեր եմ, ոչ ինչ-որ ուզում եմ աուդիտորիա ունենալ կամ որևէ մի բան, ոչ, իմ ուղիղ եթերները ունեն կոնկրետ իրենց տեղը, կոնկրետ իրենց ցիլը եւ այն ճանապարհը, որ ես հարթեցնում եմ, կամ այն թիմը, որ կա հարթեցնում ենք մենք բոլորս իրար հետ, փառք մենք ունենք այդպիսի դեռ հայ գեն կրող քրիստոնյա եղբայրներ, քույրեր, այո, թիմը մեր շատ հզոր է, քրիստոնյա վայել, դրա համար մենք փորձում ենք հարթեցնել ճանապարհը, որովհետև ես նորից եմ ասել, գալու է շուտով հզոր տեխնիկա, որը պետք է ճանապարհի վրայով նա շարժվի, որովհետև չի կարող սիրելի հայրենակից, այն ինչ որ կատարում է մեր երկրի եւ Սփյուռքի 15 միլիոնի հետ, ես չեմ առանձնացնում, ասելով 15 միլիոնը Սփյուռքի եւ հայրենիքի հետ միասին, այն ինչ որ կատարում է մենք լռենք կամ ինչ որ ասենք, դե հիմի ինչ որ եղավ, ես ուզում եմ մի քանի թեմաներից խոսել այսօր, բայց քանի որ իմ եթերների մեջ արդեն շատերը ինձ գրում են իմ ընկերները, իմ հարազատները, երկու տեսակ գրառում կա, որ ասելով գև դեռ շանս տեսնում եք, ես միշտ շանս տեսնում եմ, երբեք ուշ չի, այսօր օր է, վաղը նոր օր է, շատեր ինձ գրում են, դե արդեն Նիկոլ անցել է, արդեն պրծել է, ժողովուրդը համաձայնվել է այդ ամեն ինչին, ես միշտ ասում եմ, ինչին է համաձայնվել, ես չեմ կարող սիրելի հայրենակիցներ համաձայնվել, որ Արցախը հայկական հող չի, Արևմտյան Հայաստանի թեման փակ է, ես չեմ կարող համակերպվել այն ամեն ինչի, որ 5000 գիտակցելով տանելով 5000 երեխայի սպանեցի եւ որևէ մեկը չդատվեց, երբ որ մեկը մի հատ հավիճուտա գցում է մեքենայի տակ, դատվում է, բայց երբ որ ասում է ես գիտեի, որ պետք է դլներ եւ դրա համար ոչ մեկ պատասխանատվություն չի վերցրել, ես ոնց կարող եմ դրա հետ համաձայն լինել, ես համաձայն չեմ եւ այդ անձերը պետք է պատասխան տան։ Իսկ եթե մենք լռենք եւ կամ վախենանք կամ որևէ քայլ չանենք, իհարկե նրանք ավելի շատ կսպանեն, եթե հիմա էլ չսպանեն, առևտուր կանեն, մինչև ձեր հայկական պասպորտը կդառնա մեկ օր թուրքական պասպորտ եւ վերջ։ Եվ դրան է տանում։ Ուրիշ տարբերակ չկա, եթե Արցախը մոռանում ենք, վաղը Սևանը կմոռանանք, մյուս օրը Աբովյանը, Հրազդանը, Հոկտեմբերյանը, Լեննականը, Սևանը, սենց խառը, հա։ Ինչ տարբերություն, հիմա տարբերություն չկա Արցախն էր թե Սևանը, Սևանալիճը։ Դրա համար ես ոչ թե ատելության քարոզչություն կամ որևէ մի բան, ոչ, մենք ունենք կոնկրետ մեր դեմ դրած առաջադրանք, որը որ քրիստոնյա, առողջ եւ օրենքի մեջ տեղավորվող է, ես իրավունք ունեմ խոսելու իմ պատմությունից, ես իրավունք ունեմ խոսելու իմ քրիստոնեությունից, ոչ մեկ չի կարող ինձ լռեցնել, ես միշտ ասել եմ, փորձել են շատ անգամ, ոչ մեկի մոտ թե ճագերտավոր աշխարհիկները, քաղաքական եւ թե հոգեվորականները փորձել են Մարդկանց են դիմել, որոշ ատյանների են դիմել, դրա մասին ես չեմ խոսում, որտեղ դրա հարգը չեմ տենում, ինձ շատ մոտ մարդիկ գիտեն շատ բան, բայց ես դրա մասին չեմ խոսել, ոչ թե դրա, վայ, մեկը ներկասել, վայ, արեք խոսենք, բարձրաձայնենք, որ տեսեք ժողովուրդ, իհարկե ոչ, դա նորմալ պրոցեդուրա է, այո, հանուն հայրենիքի եւ հավատքի պետք է գնալ զոհաբերություն, առանց զոհաբերություն դա դու չես կարող լինել, դու չես կարող հարություն առնել, ոնց որ Քրիստոսը տվեց զոհաբերությունը, այնպես էլ դա մեր կյանքն է, նորմալ եմ համարում, սատանան միշտ կանգնած է հայտնության, երբ որ ճշմարտությունն ես խոսում, բայց մեր Աստված, կենդանի Աստված է եւ նա է առաջնորդում, ես ոչ մի շահ կամ որևէ մի բան սիրելի հայրենակիցներ, ինչ ճանաչողները գիտեն, որ ես չունեմ այս ամեն ինչի մեջ, բայց ես ունեմ մի բան, մեկ շահ, իմ երկիրը մինչև Քրիստոսի գալը մնա հարություն առած Քրիստոսի խաչով եւ կարանանք մեր գեներացիան եւ սերունդին հանձնել Տիրոջը։ Այդ առաջադրանքն է դրված։ Հիմա գնի դա Պողոսով, Պետրոսով թե Մարտիրոսով,
դա պետք է կատարվի։ Սիրելի հայրենակիցներ, ինձ գրել էին եւ դու խոսում ես մինչեւ հիմա դոգից, եզակի մարդկանցից ես մնացել, որ խոսում ես Վարդան Ղուկասյանից։ Նիկոլ ընտրվել է, արդյոք իրեն բաց կթողնեն, արդյոք այս ամեն ինչը առաջ կգնա, արդյոք, ես նորից եմ ասել եւ ասում եմ, երբ որ հայ տղամարդը բերանից մի խոսք է ասում եւ դեռ դրա հագարակը չի ապացուցված, նա պետք է մինչեւ վերջ իր խոսքը տանի առաջ։ Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, իմ մոտ ոչ մի բան չի փոխվել Վարդանի հանդեպ, ես գնալու եմ մինչեւ վերջ, ես իմ ձեռքը մեկնել եմ քրիստոնյայի, դա այն 99 գառներից մեկն էր, որը որ մեր հայրենակիցն է, ու ես տիրապետում եմ իմանալով, որ շինցու գործերը սարքված գլխին, մարդուն մոռանալ եւ անշնորհակալ լինել այն ինչ աշխատանքը որ տարել է թեկուս նորից ես ասել եմ հիմա էլ եմ կրկնվում որ այո հայոյանքը դա կամ բռնությունը դա մերը չի բայց այսօր ես հաստատում եմ մի բան որ դա մի զենք էր եթե այսօր նա լիներ այսօր Գարեգին բրինչ են տանի եւ շատ բաներ չեն լինի նա ուղղակի իր այդ զենքով կմտներ սրա նրա տունը մարդիկ կասեն ախորպես այս դադախած այս դադավոր այս քնիչ կասեն այս գործերը մենք չենք բեկարը որովհետեւ այսա Վարդանը գգա կմտնի մեր տուն Հիմա ես ուզում եմ մի բան ասել, որ այսօր որն է լավը, մի քանիսի տունը մտներ եւ այս խայտարագությունը չուներ, թե ազգերը խոսում են մեր կաթողիկոսին, ինչպես են դադում։ Հիմա ասելի հայրենակիցներ, խայտարագությունը, որ մեր պետության, մեր երկրի եւ ձեր սերունդի հետ կատարվում է, սա տանում է վերջնական մեր ինքնությունը բնաջնջելու։ Նարկոտիկը վխտում է։ Պոռնոգության մասին չեմ ուզում խոսամ, ամեն մեկը թույլ է մարմնի համար խոսա։ Պետական այրերը իրենց տեղում չեն առևտրի մեջ են մտած։ Հոգևոր դաշտը բարդակ։ Աշխարհիկ դաշտը չես կարող կոնորոշվել այս մարդը ուրա գնում իր աշխարհիկ տեսակով, հա։ Մի օր սրա մոտնա, մի օր նրա մոտնա, այդ հարցերը դեռ այդ թեմաները ես կբարձրացնեմ։ Հիմա այսօր ես ուզում եմ խոսել հոգևոր դաշտից, որտեղ ինչ որ կատարվեց այս քանի օր ու մեկ էլ այսօր որ կատարվեց, ես պետք է խոսամ Բայց ինչ որ է ասելի հայրենակիցներ Վարդան Ղուկասյանի տեսակը այո պետք է դուրս գա մեկ օր շուտ ես հավատում եմ դրան ես հավատում եմ հրաշքների հիմա շատերը կասեք բայց դու հավատացյալ ես ինքը աթեիստ ինքը քֆուր տվող այո արեք չմոռանանք որ աշակերտներից եւ առաքյալներից կային մարդիկ որ դաժե Պաուլոսը նա մարդ էր, որը աշակերտներին էր ման գալի եւ սպանում էր եւ Հիսուսը նրան ինչ հանդիպեց նրա հետ։ Արեք չմոռանանք, որ նա մարդասպան էր, բայց դառավ աշակերտներից ավելի հզոր մի աշակերտ, որը որ նա կոնկրետ դրված էր իր դեմ առաջադրանք սպանել աշակերտներին, բայց հենց Հիսուսը նրան ընտրեց առաջիններից մեկին, որը ասեց դու պիտի քարոզես։ Եվ նա ծնկի եկավ եւ Տիրոջ առաջ խոնարհվեց եւ ապաշխարություն առավ։ Ես միշտ ասել եմ եւ դրա մասին Սերո Պահպոր հետ մենք խոսել ենք տարիներ առաջ ինձ համար ավելի հեշտ է աթեիստի հետ խոսել Աստծուց որտեղ նա կոնկրետ ասում է եթե կարող ես ապացուցիր որ Աստված կենթանի է իմ համար դժվար է ավելի մի մարդու հետ որը որ ինչ որ մի Աստծու է դավանում նա արդեն վերցեւ ասում է ես գրիչի իմ Աստվածը նա հավատում է սրան Դու պետք է կարողանաս ապացուցես կենթանու Աստծուն եւ դա ավելի շատ աշխատանք է, քան թե մի մարդ, որը մտել է նոտրալ գոդի, ասում է ոչ տուդա, ոչ ծուդա։ Եթե կարող եք, ես ինչ տենեմ կհավատամ։ Իսկ ես սիրում եմ, երբ որ ինձ հարց են տալիս ուրա քո Աստված։ Ես շատ եմ սիրում այդ հարցը, երբ որ ինձ տալիս են։ Եթե ես չկարողանամ դա պատասխանել, ուրեմն ես պետք է իմ քրիստոնյա տիտղոսը դնել ցած եւ գլուխս կախեմ եւ ասեմ ես քրիստոնյա չեմ, որտեղ չի կարող հարություն առած Քրիստոսի եւ ընդրված ազգը աշխարհում միակ է, ունիվերսումում միակն ենք մենք, չկարողանա հարություն առած Քրիստոս ներկայացնի եւ Աստծուն Հորը եւ Սուրբ Հոգուն։ Ուրեմն ամոթ այդ անձին, եթե նա չի կարողանում իր Հորը ներկայացնի, դա նույնն է ոնց որ հիմա գա մարդ քո հորից խոսա, դե կասես Գևենի Աստված անտեսելով ասում, անտես Աստված անտեսանելի չի։ Ամենահասարակ բառը որ կա, նա ստեղծեց իր դեմքով քեզ, նա փչեց իր հոգին քո մեջ։ Նշանակում է դու Աստվածանից ես արդեն։ Այն ինչ որ տենում ես, այս բոլորը Աստծո մասնիկներն են, սիրելիներս։ Դրա համար պետքա ճիշտ հասկանալ եւ իմաստուն պատասխան տալ։ Դրա համար ես սիրում եմ աթեիստների հետ շփվել, խոսել
եւ առհասարակ այն մարդկանց հետ, ով որ հակառակվում են, ասում են Աստված գոյություն չունի, ես սիրում եմ հենց այդ մարդկանց հետ, սպეციფიկ մարդկանց հետ շփվել, աբացուցել, որ Աստված կենթանի է, Աստված կա եւ Հիսուս Քրիստոսը հարությունը առա։ Ես ասել եմ, չեմ ամանչում դավանել հարություն առած Քրիստոսին, անկախ քո գույներից, որ դու ինչական ես, Պողոսական ես, Պետրոսական ես, քաղաքական առումներով, ես նորից եմ ասել, իմ եթերների եւ նույնը կարամ խոսամ Սերոփի Գասպարյանի անունով այսօր, որ մեր ինտերեսը եղել է հարություն առած Քրիստոս քարոզել։ Իհարկե դրա հետ միասին խոսել զինվորական թեմաներից, գալող բաների թեմաներից, որը մարդկանց կոկորտին էր կանգնած տարիներ առաջ, ես կանդրադառնամ դրանցը, բայց ինչ որ այա, ես կանգնած եմ Վարդան Ղուկասյանի կողքին, մինչև վերջ կանգնելու եմ եւ ես կցանկանամ, որ հենց այդ տեսակը եւ նվիրյալների տեսակները միասին մտնեն եւ կառավարեն այսօրվա այս ամեն ինչը վիժեսնեն, այս ամեն ինչը չի շարունակվելու այս ձև, եթե այս ամեն ինչը շարունակվի այս ձև, սիրելիներներ, հասարակ բան, Արցախի մասին ոչ մեկ էլ չի խոսում, մեր գերիների մասին էլ ոչ մեկ չի խոսում, մեր հողերի, մեր եղածի, ապրուստի մասին ոչ մեկ չի խոսում, հանեցին մարդկանց $25,000 տալով, ասում են գնացեք ձեզի տուն ճարեք, ապրեք ոնց ուզում եք եւ վերջ ում համար վերջա, օքեյ, չեմ էլ ասում ընդունում եմ կամ չեմ ընդունում, դե հիմա անընդունել է, ես լինելով հայ, իմ պատմությունը եւ իմ եկեղեցու պատմությունը իմանալով, որ մենք ունեցել ենք մեծ Հայաստան, մեր եկեղեցին ավելի հինա, հայ առաքելական եկեղեցին ավելի հինա, քան թե որևէ մի պետություն, ես ոնց կարամ իմը թողալ եւ հարմարվել այս ամեն ինչին։ Ես ոնց կարամ ասեմ, ես հարություն առած Քրիստոսի ազգն եմ կոչված եւ վախենամ։ Այստեղ ազգը չի կարողանում կոնվորոշվի։ Հարևանը Թուրքիան, թե դա քո եղածն է։ Հիմա դու հարություն առած Քրիստոս ես ներկայացնում, թե աղանդավորական ճյուղեր ես ներկայացնում, որը չես պատկերացնում, որտեղա ճիշտը։ Այ որ ես ձեր բախտը բերել ա, չնայած փառք Տիրոջը, եթե ես այս իմացությունով 24 տարվա իմ աշխատանքը, այն ինչ որ ես հավաքել եմ տարբեր տեղերից եւ հանգարց ես ձեզ հույր գայ որպես աթեիստ, հավատացնում եմ դուք խայտարակ կլինեք շատ հովիվները, որովհետեւ դուք չունեք պատասխանը։ Բայց ես գաղտնիքն ու պատասխանը գիտեմ, դրա համար այսօր սիրելիներներ շատ հովիվներ, ճագերտավոր եւ մի քանի եկեղեցականներ փախնում են ուղղակի ինձանից, որովհետև ես ունեմ մեծ պապկա, այսինքն մեծ հավաքածու, շատերն ինձ ասում են, «Եվ ինչի՞ չես դնում դա ժողովուրդը տենա», ես էլ եմ ասել, երբ որ գնում ես մարտի դաշտ, նայում ես թշնամուտ, պրիցելը դնում ես, որ խփես թշնամիդ վերանա։ Հիմա եթե ես վերցնեմ այս ամեն ինչ ուղղակի կրագեմ օդ, թշնամին մնալու է սաղ։ Իսկ այսօր այդ ժամանակը չի, այդ ԱԱԾ-ն չի, որ այսօր ես այդ ԱԱԾ-ին ներկայացնեմ եւ այդ ԱԱԾ-ն այդ գործերով զբաղվի։ Ինչի համար, որովհետեւ իրանք բոլորը նույն գարշոկն են, տարբեր հոտերով, տարբեր գույներով շատերը։ Թող չներվեն, որովհետև ես ունեմ ապացույցներ, ես ունեմ ապացույց, ինչի մասին որ ես խոսում եի, հիմա ուզում ենք մի հատ վիդեո այսօրվա Հովիկ Աբրահամյանի որդուց ուզում եմ խոսել, չնայած ես նրա արածը դատապարտում եմ եւ չեմ ընդունում մարդուն սպանելը, Աստված կյանքա տվե եւ Աստվածա որոշողը վերցնողը մարդու վերջի րոպեն, եթե նա անդրել է Հիսուսին հարություն առած, այո Աստվածա որոշում, բայց երբ որ դու սատանայի ճամփով ես եթում, արդեն սատանան է որոշում, թե դու ինչ խնդիրների մեջ կընկնես եւ քո կյանքը ինչին կհանդիպի, ինչ ժայռերի, փոսերի, գեդերի մեջ։ Հիմա այն ինչի մասին որ ես պետք է խոսամ, ոչ թե սա արդարացում է, սա աբացույց է իմ խոսակցական տարիների մասին, որ ես խոսում եի, ամարտ, այս աղանդավոր շատ հովիվներ, ման են գալի հարուստ մարդիկ, բայց հիմա տեսեք հարստությունը, ինչ բերեց հովիվի ու այս խայտարագությունը, ու հիմա ստեղ կատարվում է մի քանի պրոցես, որը շատերը չեն հացնում, ես տեսնում եմ մարդկանց կոմենտները գրում են, ինչ լավ արեցին, բռնեցին, տապալեցին, փռեցին, գետին, գցենք Հովիկ Աբրահամյանը ավելի շատ մեղ կա գործե ճակերտավոր օթից կախված լուրերով մկնիկը, քան իր տղեն։ Ես հեսա կասեմ ինչի համար։ Եթե նա մի հոգու ասե, գցենք սրա գլուխը կերեք, որ ես դատապարտում եմ, բայց արել է ինչի համար։ Ինքը որպես տան տղամարդ իմանալով որ իր կնոջը տարել են ինչ որ X աղանդավոր տեղ եւ փող են կթում։ Այս մարդը երևի մի քանի անգամ կնոջ հաստատ չի կարացել կնոջ վրա, դեռ նա Ծառոկյանի աղջիկն է։ Ինքը չի կարացել իր ընտանիքի վրա, ինքը փորձել է ուրիշ ձև, դա եղել է ապուշություն իր կողմից, բայց հիմա արեք մի բան նայենք, մի քանի բան նայենք այս եթերում։ Առաջինը ԱԱԾ-ի աշխատողների վերջի
քայլողին, վազողին կտեսնեք, թե ինչ իրավիճակում է գտնվում մեր ԱԱԾ-ի աշխատողները, ամոթ ձեզ, շոուն չի ստացվել։ Այդ մարդը չի դատվելու, սիրելի հայրենակիցներ, որովհետև այդ մարդը ում որ դիմել է, այդ դիմողը չի երկի, 100% չի երկի, իր ախրանենա չի երկի։ Այդ մարդը մի քանի դրվագներ կա շոուի, որ իդի շոու արեցին, դրա հետ մեկտեղ խայտարակեցին Ծառոկյանի ընտանիքին։ Այդքան բան, վարքաբեգեցին, բայց ավելի լավ է Նիկոլ ԱԱԾ-ին ղրգեր մկի հետևից, որտեղ մուկը ավելի շատ արած բաներ ունի, քան թե մի մարդու հետևից, որը որ ես հեսա կանդրադառնամ, որ ավելի ոչ թե արդարացնում եմ, այլ ուղղակի հասկանալի լինի հոգևոր դաշտի ժողովրդին, թե ինչ է կատարում, որ ես տարիներ ասում եմ, այս հոգևոր դաշտը շատ ընտանիքներին քանդել է, որովհետև չի կարող առողջ հովիվը ընտանիքին հնի հասկանում եք, թողանք, որ ինքը Հովիկ Աբրահամի տղեն է։ Այս մարդը չի ապաշխարում, իր կնգավերեն չի կարացի, ասել ախպեր, յան տվեք իմ կնգամից, յան տվեք, թողեք հանգիստ, մոռացեք ինքը ում տղեն է։ Մարդիկ չեն թողել, ինքը ստիպված, որովհետև նրանց կալիբրը տարբերությունը Հովիկ Աբրահամի տղու եւ այս հովիվի աշխարհների տարբերությունն այնի լրիվ աշխարհիկ սատանայի առաքյալ, այս էլ վրոդի հովիվ ուզում այս ընտանիքը փրկած լինել, լուրջ եք ասում։ Դրա համար ես ասում եմ սիրելի հայրենակիցներ, երբ որ դուք նայում եք, ես իմ բերանը ինչի մար, ինձ շատ անգամ մի հոգևոր եղբայրներ ասել են եւ արի խոսա իրականությունը, թե դու ինչ գիտես, իրան գիտեմ, որ ես ինչ գիտեմ, հա։ Նայեք, եթե ես այսօր սիրելի հայրենակից իմ բերանը բացեմ, այն ինչ ինֆորմացիա, վիդեոներ, հեռախոսազանգեր, որ ես տիրապետում եմ հոգևոր դաշտի աղանդավորների եւ եկեղեցիկ ճագերտավոր կոչվածների ներքին կուխնյայի մեջ, ես հավատացնում եմ, որ Հովիկ Աբրահամի տղուն կմոռանան, որովհետև այն քույրիկներին, որ նրանք փորձել են ընտանիքներ աղալ, ազապ աղջիկների հետ քնել, հեսա ես կասեմ ինչա կատարում սրանց հետ, որ ինչ կուխնյաների, ինչ տներ են վաճառել, ինչ փողեր են մախինացիաներ արել, դրա համար էլ գողի դիմեցին, էլ բոզի դիմեցին, ուր ասես շատ հովիվներ գնացին, ասին արես, գևին կարակ ստոպտակ, չեք կարող, ինձ ստոպտակ, հետևիցս գալով ավելի ուժեղ է, ես ձեզ ասել եմ, չէ՞ որ ես ամեն ինչի մեջ, ես ճիշտ է խոսողը ես եմ, ասողը ես եմ, ճանապարհը փռողը, բայց աջեցնող իմ հերն է։ Դուք չեք կարող այն ճշմարտությունը ստոպ տալ, որի մասին ես խոսում եմ։ Բայց քանի որ ես գիտակցում եմ, եթե ես իմ բերանը բացեմ, թե քանի հոգի կդառնան մարդասպան, քանի հոգու ընտանիք կքանդվի, ես սպասում եմ իսկական հոգևոր արժեքներով ԱԱԾ եւ երկրի ղեկավար լինի, ոչ թե բարձրաձայնեմ մեր արած պղծությունները կամ երկրի այս վիճակը, ոչ, այդ հովիվներին կանչվի, այդ վիդեոները դրվի, ասի արիստեղ դարա։ Էս ինչ եք արել դուք։ 70%-ը սիրելի հայրենակիցներ, եկեղեցի կոչվածներում քույրիկներ են, եղբայրներ չկան։ Ինչի համար, որտեղ նրանց հետ ավելի հեշտ է կնոջ հետ աշխատելը, թե հոգեբանական, թե հեշտ է կնոջ հետ, Սերապ աղբերն ասում էր միշտ կինը թույլ էակ է, կնոջ հետ ավելի հեշտ է աշխատելը, որտեղ ամեն մի կին ունի նեղվածություն, կիսուրից, կեսրալից, տեքրոջից, բարեկամից, ամուսնուց, որ կարող է լևիա գնացել, կարող է ծխելա, կարող է խփելա, նրան հոգեբանական այդ իրավիճակը կարելի է ավելի շատ աշխատել եւ ներքաշել այդ աշխարհ, քան թե տղամարդը, որովհետեւ տղամարդը այդ լուրջ տղու աշխարհիկ տղու է, դու պիտի խոսաս հարություն առած Քրիստոսով։ Ես չեմ հիշում 25 տարի, երբ որ ես քարոզել եմ գողական աշխարհում կամ որևէ հզոր կամ օլիգարխների մեջ, որևէ մեկն ինձ ասա գեվես ինչ ես խոսում։ Որովհետեւ երբ որ դու հարություն, ես արաբական երկրում ասեցի Դուբայում կհաստատի մեր իմ լավ բարեկամ Լուսինե Հովակիմյանը, որ իմ հետ Դուբայում էր, Լուսինե ջան, եթե լայֆում ես կամ լայֆում երբ որ լինես լսած, կհաստատես, թե ես ոնց շեխի աղբոր տղու հետ խոսեցի Դուբայի ամենամեծ մեջիկում այդ իրանց այդ աղոթքատեղում, ես ասի ես պիտի գամ աղոթեմ։ Եվ նրանք պատկերացնում են իրանց մուսուլման ձևով, ոչ իմ հայկական ձևով ես պիտի գամ։ 4 ժամ հետո զանգեցին, բա Գև ջան, մենք համաձայն ենք դու գաս աղոթքի։ Իմ հետի մարդը նույնը Լուսինե Հովակիմը ասում է Գև, դու գժվել ես, ասում է բայց ինչի։ Ես հետ մեն իմ հորը աղոթելու որտեղ ուզում ալնի եւ ես եկա մտ այդ մեծ մեջիկը որտեղ հազարավոր կամերաներ կար ու շատ մեծ էր այս իմ ձենը քցելով հայմերը էլ անգլերենով էլ հայերենով ինչ կար աղոթեցի բրձան երկրորդ անգամ էլ ասի եթե ես գամ պետք է ստեղ քարոզեմ հարություն առած Քրիստոս ինչից եք վախենում եթե դու կարող ես հարություն առած Քրիստոսին ներկայացնել քեզի աշխարհը կայնի ամենա չկա դες մեկը որ Քրիստոսի դեմը կանգնի ինչ որ մի հատ իրան լավ զգա չի կարող Բայց երբ որ դու փորձում ես մանիպուլյացիա անել Քրիստոսի անունը բերել սարքել 10 օր 20 օր քույրիկ ջան եղբայր ջան օ բաժանվի այ կատարումը այն ինչ որ կատարումը այսօր գիտեք քանի ընտանիքներ ա քանդվել
Ես ընտանիքների պատմություն գիտեմ, ես ասում եմ, եթե երբ որ ես իմ բերանս բացեմ, ուղղակի դուք կսառեք։ Կասեք, էսի հոգևոր աշխարհում է եղես ամեն ինչը։ Այս ամեն ինչը կատարվել է հոգևոր աշխարհում, ասենք ընտանիքներ են քանդվել։ Կինը գնաց է հովին պատմել է, թե իր ամուսնը կներեք 1000 անգամ պետք է ասեմ, եթե ասել եմ, պետք է ես մեկը ասեմ, որ դուք հասկանաք ամենախորային թեման ինչ է, դե գնացեք ու հալելույա ասեք, դե տենամելը որ մեկ դե կետալու։ Կինը այնքան անուղեղ է եղել, որ գնաց է ասել Հովիվ ջան, իմ մարդ ուզում է այս տեսակի մեծ սեքս անի։ Օ, քույիկ, դա մեղք է։ Մեկ-երկու անգամ այդ ընտանիքը ասել է բաժանվեք։ Բաժանվելուց հետո այս եղբայր այդ քույրիկի ամուսինը գնաց է ուրիշ ընտանիք արդեն առել, որտեղ կինը, ասենք ապուշություն Հովիվը խորհուրդ է տվել բաժանվի այս պոզայով քո մարդու հետ քնելը 1000 անգամ ներողություն եմ խնդրում, որտեղ պետք է ես խոսամ, որ հասկանալի լինի ժողովրդին։ Եվ այդ կինը հավատացյալ կին, երկրպագողների բեմի վրա կանգնող երգիչ քուր է եղել, ծառայող քուր է եղել։ Եվ ինչ է եղել։ Կորցնելով իր ամուսնուն, լսելով իր Հովիվին, ինչ եղավ։ 2-3 ամիս հետո շեղվելով դարձավ պոռնիկ։ Եվ հետո զանգում են X մարդով, X մարդն ասում են եւ ախպեր, այս հարցը ինչ անի եւ ախպեր, ինչ խորհուրդ տամ ես դրան։ Մի ճանաչված մարդ զանգում է ինձ ասում է Գևջան, այս մարդու տունը քանդվել է։ Ասում եմ ինչ ա եղել, ցավը տանեմ, մի ճանաչված մարդ, անունը չեմ տա, եթե կցանկանա թող ինքը խոսա դրա մասին։ Ասում է նույն պատմությունը գնաց է Հովին ասતા մարդս ուզում ասենց կամ սենց բաժանվեք դա մեղք է այդ ձևի չի կարի կնոջը սիրել այս ձև բդի սիրես ցենք ես չեմ հասկանում Հովիվի ինչ գործն է մտնի նախ այդ կամ այդ կնոջը եթե գալիս է Հովին այդ ինքին թեմա խոսма պիտի Հովը սենց դռները փակասի բալիկ ջան դուք ձեր կառավարը գնացեք ինչ ուզում եք արեք երկու պատմություն երկուսն է այդ աղջիկը գնաց է ֆրացե 50 հատ արդեն տարբեր մարդկանց հետ, հետո հասկացել, որ ես ինչ մեղքի մեջ եմ, եկե հասել այդ քրոջը ճանաչված անձնավորությանը Հայաստանի Հանրապետությունում, եթե ոչ Սփյուռքում, ասում եմ, խնդրում եմ Պողոսյան, Պողոս ջան, օգնի, ես էս ինչ արեցի, իմ ընտանիքը խորթագեցի։ Մյուսի տունն են վեկալ է, ասել են Սուրբ Հոգին ասել է տունդ վաճառի, այդ ընտանիքը քանդվել է։ Ուխտենարի աստեն գնա կրեդիտ վեկալ, որտեղ Աստված աստա պետք է եկեղեցի սարքենք, այդ մարդկանց տները քանդվել է։ Ազատ քույրիկներին տարել են համապատասխան տեղը հետներն եղել են, մեկը մնացել է, եկե Հովիվն ասતા, եթե չանես, տպկուտես աբորտ կանես, հետո զանգել են համապատասխան տեղ, զանգել են ասեն Գևջան, ինչ անենք, ասի գլուխները պատովը տվեք, գնացեք բարձրաձայնեք, ինչ եք անում։ Բա գնացեք ասեք, վայ, չեն հասկնա մեզի, մեր տունը կքանդվի, աղբերս կգա Հովիվ կսպանի, հորոխբորս տղեն գիմանա, մարդս գիմանա, բայ եւ ինչ անի։ 24 տարի գևը գրե ու ասեմ վիդեոներ ուղարկե գրել եմ վիդեոներ ուղարկե գրել եմ այսքան այս մեծ խայտարագություն քրիստոնյա աստ որ ունի 180 տարբեր եկեղեցիներ 10-րդը բռնած 20-րդը բռնած հիմա տեսնում եք մի պատմություն որ 3 տարի առաջ Հովիվ են գյուլում որևէ միտեղ Հոլանդիայից եկած հիմա սիրելի հայրենակիցներ նայեք այս շոուն նայեք սա շոու է որ ձեզ խափում են մինչև վերջ Այդ Հովիգին Աբրահամյան Հովիգի վրան նկի վրան բան չգտան տղու արած գործը գտան ես նորից եմ ասել իրավաբանները եթե լավ աշխատեն այս մարդու տունը քանդել են արա ինքը հում տղենա ինչա ոնց է այո նորից եմ ասում դադապարտում են որ մարդուն սպանել է չի քննարկվում բայց արեք հասկանանք սիրելի Հովիվներ բա դուք չեք պատկերացնում այդում եք սատանայի որդու տունը Երեխուն ուզում եք բերեք ձեր մոտ, այ որ դու ասում եք դուք իմաստություն չունեք, հետո ընձնից նեղենում եք, հետո զանգում եք Պողոսին, Պետրոսին, Գև ախպերին, չես ախրսես գործում, հնի ասեմ ինչի։ Դուք չգիտեք, որ այդ մարդիկ արյուծ ունեն, գելու գազան ունեն, Հայաստանի ու Սփյուռքի եղած ուտող մարդկանց տուն եք մտնում։ Մտել եք, լավ եք արել։ Այդ որ ես որ փռել եք այս շոուն ցույց եք տալım, մեկին ապաշխարեք, Գագոին ապաշխարեք, որ կային են պուբլիշն ասեն ժողովուրդ ջան, 1000 անգամ կներեք, ձեզնից կերել ենք, ապաշխարում ենք, ներողություն ենք խնդրում։ Էս էլ իշ մնացե հետ ենք տալım պետությանը։ Գնացել եք նորից քույրիկների եք բռնել, վրոձի ձեր արով, օ, հալելույա, Գագոյի աղջիկն է։ Դուք մի կրագոցով ուզեցել եք մի քանի հարց դուզեք ձեր կարճ խելքով, բայց վերջ այդ կրագոցը ձեր գլխին հանդիպեց։ Էդա լսում ենք որ Հովիվին գյուլել էին, հա, գցենք մի քանի տար, ցավ եմ ապրում, որ էլ եմ ասում, դադապարտում եմ, բայց
ուրախությունը ինչին էր ձեր հույսը մարդն էր ձեր հույսը Գագոյի արյուզներն էր հովիվներ ձեր հույսը այն վերևները որ նստած են կամ առաջինները օլիգարխներն էր ձեր հույսը ձեր քարոզը ոչ թե աղքատների համար է որ ես ձեզի միշտ ասում եմ արա այ բեմերի շոումեններ իջեք բեմից ես ձեր SMS-ները որ ցույց տամ ձեր ծառայողները կխորխեն շատերից երեսին որովհետև իմ հետ գրել եք այն բառերով ու խոսքերով արա գիտես ես ասում եմ ով ես դու Ելնում կայնում ես սիրո քարոզ ես անում, հետո ասում ես, ես գիտես ում գողականի հետ եմ շփվում, հետո ինչ, բա ես գիտես ում հետ եմ շփվում, հարություն առած Քրիստոսի հետ եմ շփվում, այ իդիոտներ, այդ տկարներ, որ ես միշտ ասել եմ շատերի, հիմա դա հաստատում եմ, հիմա ես ընտանիքը խայտարակ եղավ 1, դառավ մարդասպան 2 ու որևէ մեկը հարց չի տալում, այս մարդը ուր, այս մարդը ուր, այնի աշխարհիկ մարդագեն էսի հովիվ, հասած չագերտավոր, լրիվ ուրիշ տեղ, իշկան ուրեմն դրդված եղե, մարդը չի կարան, որտև իրա կնկա վրեմ, որտև Գագոյի աղջիկն է, ստիպված դրդելա, որ բրդի սրան, նորից եմ ասում, դատապարտում եմ, բայց Մարիա Մագդալենան, երբ որ կանչեցին Եվրենեն ասին, օ, վարդապետ սա պոռնիկ է, պետք է քարկոծենք, Քրիստոսը շատ ճիշտ քայլ արեց, ասելով, որդ մեղք չունի, բայց այսօր ես ուզում եմ մի հատ հայրենով թարգմանեմ Ով իրան դրթեց, որ ինքը գնաց այդ քայլին, Մագդալենան, բայց դրթողին, ինչի չեն քարկոծում, ով դրթեց, որ այս մարդը դառավ մարդասպան, նույնը իրա ախրանեն դառավ մարդասպան, ախր հարցեր կա, չէ, որ բդի մարդ նստի մտածի լավ, սրանք տարբեր աշխարհի մարդիկ են, կիսելու բան չունեն, ոչ փող, ոչ ոսկի, ոչ կոռուպցիա, ոչ գողական աշխարհ, էնի հովիվ էսի աշխարհի մեկի տղեն, ինչի պետք է մեկի տղեն զարթներ այս մարդը, դեպուտատ մարդ, դնել եթե հովիվ կապեր, հարց տվեք ձեզ Հարց տվեք ինչա պատահե այդ մեջտեղը մտել են մարդու ընտանիք որ այդ մարդը մարդագել է Բա դու ասում ես ես մարգարե եմ ես էս եմ Հոլանդիայից գնացել ես օթից կախված լուրերով գնացել ես քեզ ինձ ես արել հեսա մի շատ հետաքրքիր թեմա կասեմ սիրելի հայրենակից որ դուք հասկանաք ինչա կատարվել ասել եմ որ ես մարգարեն որ մահացել է այս մարդը մի րոպե անունը գրել եմ մի քիչ ծանր անուն է չհիշվող մի վարքյան, հետո մի պատմություն կպատմեմ։ Մի վարքյան։ Սողոմոնը, որ Նիդերլանդներում հովիվ է եղել, հա, գնաց են հովիվ է դարել, ապաշխարել, հետո կոչել են իրան մարգարե։ Okay։ Օթից կախված լուրերով ասում են, որ ինքը գնաց է իրան կրտել է։ Ախր այդ ինձ ծանոթ թեմա է։ Ես այդ թեմայում եվրոպական հովիվներին տրաս եմ անել։ Ու դրա համար շատ հովիվներ, ուրեմն մի բան պատմեմ, որ գանք ես Օթից կախված դուրին, հա, որ ինք իրան կրտել է տվել։ Էդի այն կրտելը չի, որ դուք հասկանում եք, սիրելի հայրենակիցներ։ Ոչ։ Շատ գլոբալ թեմա եմ խոսում, որ իմ ազգը հասկանալի թե ինչ աֆերիստ քայլ են անում, շատ հովիվներ։ Գցենք Հոլանդիայից առողջ տղամարդը օթից կախված լուրերը, ով ինչ ուզում է թող մտածի, ասել են, բայց այն ինչ որ ես եմ դիսկուսիա ունեցել Եվրոպայում, որը դա տարածված է բոլոր հովիվների մեջ ու ես մեկ անձն եմ եղել հայ լինելով որ ես ասեմ այս սրիկաներ էս ում եք խափում հեսա բացատրությունը ստամ ժողովուրդ որ մարդիկ սխալ չհասնան որ որևէ այդ մարդուն մեռած մարդուն մանավանդ ես որևէ քավ լցի ես խոսում եմ ոչ թե անձի այ ֆակտը ինչ որ կատարվել է եւ կատարվելու է եւ կատարվում է մինչեւ հիմա Եվրոպայում ես ունեցա հովիվների հետ մեծ դիսկուսիա 10-րդի եւ այդ քույրիկների վրով Եվ հարցը եկավ, որ ինձ ասեցին եւ սրանք բոլորը կրտված են։ Ասեցի, «Սես բան կա ձեր մեջ»։ Բա այո, մենք ունեցանք մեծ դիսկուսիա եւ եղավ հովիվական սխոդկա։ Լուրջ եմ ասում, սխոդկա է եղել։ 20-25 հոգի տարբեր տեղերից, քաղաքներից, Գերմանիայից, Անգլիայից եկան, որտեղ շատ լուրջ թեմա ենք տանում եւ ես բոլորին դեմ էի գնում։ Աբացուցելով, որ դուք սխալ եք այս ամեն ինչը անում։ Այն ինչ որ անում եք։ Ու ես կարողացա դրա տակից դուրս գալ, բայց հիմա ես հարց եմ տալի, այդ կրտվելը չի, նրանք ուղղակի գնում են բժշկի, ասում են, որ իմ այդ սերմա բջիջի տեղը կտրում եք, որ դառնում են չբեր տղամարդ։ Ես այս հովիվներին հարց եմ տալեմ, եթե դուք ասում եք պոռնիկություն մեղք կա, չի կարելի պոռնիկություն անել, դուք քարոզում եք չի կարելի, բա դուք եք եթե մեկի անել տալում ձեզ։ Այս է կատարվել, որ ասում են կրտվել, այդ են կրտվելը չի։ Ուղղակի գնում են նենց են անում, որ չբեր դառնան։ Եթե դու մեղքի մեջ չես, եթե դու դրա կարիքը չունես, եթե դու Քրիստոսով ուժեղ ես, խես եթե մեկի անել տալի։
Այսօր շատ հովիվներ Հայաստանում, որը Եվրոպաներում քարոզում են, նույնն են դարել։ Հիմա հարց. ախպեր, եթե դու չես եթում Լևի կամ Պրավի, այն չես եթում էդի անել տալի։ Այդ եղբայրվրով էդ էին ասում, որ ինքը գնաց է դա է անել տվեմ, բայց քավլից հետի մեր խնդիրը չի։ Խնդիրը ստեղ հարցն է, եթե անում եք, ուրեմն մի բանը նիտոյ ախպեր։ Ուրեմն դու Լևի եք եթում, որ հետո հանգարց երեխա չունենաք, ձեր վրան վստալեք, ասենք, էտա ուրիշ դրան թարգմանություն, տարբերություն ես չեմ կարող տալ, որտեղ ես կարողացել հովիվական սխոտքի մեջ մտնելով, ասել եմ, որ դուք սրիկ ա, եթե դուք չեք եթում Լևի, եթե ես չեք անում, բան չեք եթում ձեզի այդ ամեն ինչ անել տալու, չբեր դառնում։ Ասենք, ինչի։ Կինը խիպ դի չբեր դառնա, կամ չի ուզում սոցիալական ինչ-որ բանից 5 հատ 6 հատ երեխա ունենա, մարդուն չի կարող ասել, այ մարդ չեմ կարող էլ երեխա չեն կարող պահենք, մի բան անենք, որ ես էլ երեխա չունենա, որը իմ համար հասկանալի է, նորմալ է կնոջ դեպքում։ Բայց տղա մարդ դու ես եթում։ Եթե դու հովիվ ես ու Լևի չես եթում։ Եթե դու Աստծո մարդ ես Լևի չես եթում ու դու քարոզում ես, որ պոռնոգությունը մեղք է, բա ես եթում։ Դու ով ես որ քո պտուղին ստոպ ես տալի։ Դա նույն, ուրեմն հետո ես հանդիպեցի գինեկոլոգի հետ եւ ես ասեցի ինձ ասեք ինչա կատարվում էս ամեն ինչն չեն սա անում բջիջը մերցնում են արեստական դա նույնն է երբ որ կինը գնում է եւ վիժեցնում է իր մեջ նշանակում է տղամարդու սերմը 1000 անգամ ինձ կներեք բայց ես պետք է փորձեմ էս ամեն ինչը որովհետեւ էս աղետը եկե հասել է մեր երկիր որտեղ Եվրոպաներից են քարոզելով գալի մտնում մեր երկիր եւ դրա համար որին ասում է կրտված է ոչ դա կրտված չի դա ուղղակի չբերություն են արել երբ որ սերմը ինքը մահանում է ել չի ակտիվանում այս դժբախտության մեջ ենք ապրում մենք հիմա որ հիմա ասում են գարեգին բն վայ երեխա ունի Էվա գարեգին բն չի ֆայմեդես բանանի կամ էլ հասկանալով որ Աստվածաշունչը դա նույն վիժեցնումն է դու վիժեցնում ես քո պտուղը Էսա կատարվեց երայնակիցներ էսի դրանով նույնը քույնիկներին հղիացրել են ստիպել են որ գնա աբորտ արա հովիվը քարոզելով որ աբորտը դա մարդասպանություն է բայց ես սուս եմ մնում ինչի համար որովհետև այսօր մենք չունենք ԱԱՑ աշխատող արեք մատ մեր ԱԱՑ աշխատողների աշխատանքը տեսնենք այսօր առավոտ Հովիկ Աբրահամյանի տղայի տան մեջ ինչ են անում մի հատ վերջի վազողի ձևը տեսեք Մեկ էլ դուրը բացողի այդ տան մեջ մարդ չկար, երրորդ հարգում ասպետը սպասում էր, որ իրան գային տապալեին գետնին, վերցնեին տանեն եւ ցույց տան աշխարհում, որ տեսեք, հովիվա խփել։ Հարց, ինչի խփեց։ Թող խելոք մնար։ Ամեն ինչ իր չափը կա։ Արեք ճիշտը խոսանք։ Սպանությունը պատվիրելու մեջ է կասկածվում Գագիկ Ծառուկյանի փեսան ու Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը։ 2023 թվականի ապրիլի 30-ին ժամը 23:50-ի սահմաններում Երևան քաղաքի Միասնիկյան պողոտա երկրորդ շենքի առաջին մուտքի դիմաց հրազենին գործադրմամբ սպանվել էր Նիդերլանդների թագավորության քաղաքացի Սողոմոն Ռուբենի Վլասյանը, ով հանդիսանում էր Ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ։ Ըստ քննչական կոմիտեի Արգամ Աբրահամյանը կնոջը Էմմա Ծառուկյանին կասկածելով Ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև դրան խոշոր գումարներ տալու մեջ վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Սողոմոնին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրություն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական եւ անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի, իր անվտանգության աշխատակից ԳՀ-ի միջոցով։ Մի հատ հետա մի հատ տեսնենք այս ԱԱՑ-ի աշխատողներ մի րոպե կներեք մի քիչ հետանք 2023 թվականի մայիսի 2-ին ԳՀ-ն ում սպանությունը պատվիրելու մեջ է կասկածվում Գագիկ Ծառուկյանի փեսան ու Հովիկ Աբրահամյանի որդին Արգամ Աբրահամյանը։ Մեկ րոպե ժողովուրդ ջան, որտեղ ես պետք է ցույց տամ, չեմ կարող ցույց չտամ։ Բնակության հասցեին մոտեցել է նրան Իրացու փողոցում Հեսա գալիս է, նա դեռ ԱԱՑ-ի վիճակը նայեք, այս շոուն նայեք, էլի։ Մոտեցել է իր բնակության հասցեին, մոտեցել է նրան, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից 2 անգամ կրակել է վերջինիս ուղղությամբ եւ դիմել փախուստի։ 2026 թվականի օգոստոսի 8-ին Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Տունը մարդ չկա, մենակ ինքն էր, ասպետը սպասում էր բռնվելու։ Ինչ որ այա։ Ինչ է ասում լրագրողը, որը ես հաստատում եմ տարիներ խոսում եմ սրա մասին։ Մեծ գումարներ, եղբայր ջան, հովիվներ ջան, որ մեծ գումարներ եք խոսում Սուրբ Հոգու անունով։ Չեք պատկերացնում, որ այդ քույրիկը այդ պահին
մտածա ձեր մեջ, հա, օ, Աստված ասեց, Աստված խոսեց, համոզվել է, բայց նրա մարդը, նրա ամուսինը այն չի տենում, ինչ որ դուք եք տենում։ Հասկանում եք ինչ դժբախտություն ալ է, համ ընդեղից է մարդ մահաց է, որը էլ եմ ասում, ես դադապարտում եմ, չի կարելի, համ ընտանիք քանդվեց, որը մարդը քիչ մարդասպաներ օթից կախված լուրերով կամ խնդիրներ կամ պրոբլեմներ արած մարդիկ փոխանակ սրանցը բերեիք առաջուց ապաշխարության գնացել մտել եք այս մարդու ընտանիքի կնգա մոտ ու չհաշված մեծ գումարներ ես հաստատում եմ դա ինչի համար որտեվ ես ախր հազարավոր SMS-ներ եմ ստացել թե ինչքան գումարներ եք վեկալ է դրա համար եք վազում ստեղ ընդեղ ասում եք ախպերն են ցարեք թող գևը որտեվ գևը խոսում է ձեր գրպանից դուք փողի շատերը ես չեմ ասում ոչ բոլորը շատերը նույնը մեր կաթողիկոսը որ այսօր դրած բրթելով եթում են ստեղ չեթում կնգա հարցը խի Նիկոլը չգիտեր Սերժը չգիտեր Քոչոն չգիտեր որ էդի կնիգուներ կամ աղջիկուներ Ես կարդացել եմ դրա մասին, ով է որ իմ ծառային բդի դատի, որ ես եմ իր դադողը, հա, ոչ մեկ իրավունք չունի որևէ մեկին դատի, բայց երբ որ դու փորձում ես մարդու կնոջը ներգրավես թեկուզ հոգևոր դաշտ, գրավում ես լավ ես անում հերիք չի, մտնում ես ընդեղ, որտեղ դրանք այրան փողեր էին։ Բա հովիվներ ջան, այդ փողը դուք ո՞նց եք ուտում։ Գագոյի փողը ո՞նց եք կերե, օլիգարխների փողը ո՞նց եք կերե, Հովիկ Աբրահամյանի տղու փողը ո՞նց եք դուք վերցնում, գիտակցելով որ սրանք այս տեսակը օթից կախված լրագրողների եւ մնացած ախտը որ սրանք երգիր են քանդե, բանակ են քանդե, ես իմիշ քաք են կերե, այդ փողը վերցրեցիք, մարսեցիք, չմարսեցիք, տեսակ ինչ եղավ։ Այս է խնդիրը որ դուք չունեք իմաստություն, դուք սովորել եք Աստվածաշունչը, միայն կարդալը բլը, շոկարա, մոկարա, հոկարա, խոսելով, թփրտալով, հնգնելով, մարդկանց էքսազի մեջ կոխելով, ասելով Սուրբ Հոգին խոսած։ Խոսած, բա որ դու մարգարեր Սուրբ Հոգին խոսած եղբայր, որ պիտի հովոյի քիլերը գալ քեզի խփեր։ Գիտեք դու դրա մասին։ Մարգարեներ, գիտեք դուք դրա մասին։ Բայց դուք մարգարե եք, Աստծո անունից խոսում եք Ես տենում եք մի վարկյանում 500 բան եք տենում, 500 շենք եք տենում, Bentley եք տենում, Rolls-Royce եք տենում, բա դուք չեք տենում ձեզի խփողին։ Բա դուք չեք մտածում, որ այդ մարդու տունը մտել եք, տնկան բերել եք, փողերը տարել եք, մարդն էլ իմացած մարդ դուք անասուն չեք, ցենք ես կյանքի գնով մարդկանց խափելով, մարդկանց եկապետություն, սփյուռքը քանդելով բերել լցել եք այս ոսկտակը, հիմա ցենք մի հատ կակոյնի բուչ հովիվ եք Ասում է գողը գողից գողացավ, Աստված վերևից զարմացավ։ Հիմի հովիկի տղեն զարմացե, գնացե այդ իրավիճակին։ Հասկացանք ինչի բերեցիք։ Փոխանակ այս մարդկանցը բերեիք ապաշխարության, ավելի գնացին դժոխք։ Մենակ ինքը չէ, շատերը։ Թե խայտարագությունը, թե այս ամեն ինչը։ Դուք մի հասկանում եք այդ մարդու ընտանիքի կամ այդ աղջիկա իրավիճակը։ Ինչի հասան։ Էս էլ ձեր դրախտ տանելու ճամփ են։ Դրամա որ ես ասում եմ մի խոսեք փողից փողը սատանայի գործիքն է եթե Աստծուց օրհնված եթե Աստծուց բերված չի արա գնացեք աշխատեք ես ձեզի հազար եմ ասել գնացեք աշխատեք մի արեք չեք մարսելու փողով երկինք չեն տանում ուրեմն մի բան եմ ուզում պատմել սեր հայրենակիցներ 8 տարի առաջ երբ որ Գասպարյան Սերոպն եկավ իմ մոտ Ավստրիա իմ օֆիսում ենք այս ժամերին էր ճանապարհին գնում ենք Սերոպն ասեց եւ Այս կիսապարգած վիճակ է, հիշում եմ, ասես պատրաստվի քերթվելու, արա ասի պարաբաց տղա ես, տեսե, դու անես ես քերթվեմ, հանակ ենք անում, դենց խոսում ենք երկու աղբերով, դες ճանապարհով գալիս եք, ասեց գալու է օրը, ասես պատրաստվի, Աստծո խոսքը խոսել, մենք այն վաղ Աստծո խոսքը կամ որևէ մի ձևի չենք խոսում եթերներով, այլ մենք խոսում ենք իրական ցույց ենք տալու մեր Աստծո գործերը, բայց մենք, ես ինքս աշխատում եմ, իշքան որ ինձ հարկավոր է, աշխատում եմ, ոչ թե գրփում եմ կամ քարոզում եմ որ բերեն տամ ոչ ես բոլորին ասեմ արա մնացեք ձեր դաշտում Աստված ձեր հետ դաշտ ունի մի մտեք ուրիշի դաշտերը ավառ արեք գրդոն արեք մի արեք ինչի համար եմ ես Սերոփին մինչև այսօր Աստծո սիրով սիրում եթե ես չասեմ դա գլնի իմ կողմից սրիկայություն Սերոփը երբ որ Սերոփը գնաց Գերմանիա հետ մի քանի օր հետո Աստված ինձ ասեց Մենք պետք է խոսանք, լավ ո՞նց խոսանք, Սերոփը Գերմանիա, ես իմ գործերով, ինքը իր գործերով, մենք ինտերնետից ոչ մի բան, երկուս էլ հեռու մարդ էս ինտերնետից, հեռախոսից այն ժամանակ 8 տարի առաջ ավելի հեռու։ Զանգացի Սերոփ ախպեր, ես իմ երեխեքին կհարցնեմ։ Ես քեզի հարցեր կտամ, դու կպատասխանես, բայց մենք մի բան որոշեցինք, որ մեր մոտ չի լինի պայմանավորություն։ Որ նստենք, գրենք, մտածենք, ոնց անենք մարդկանցը ոչ
Մենք դաժե եթե մեծ հիշողներ կան 8 տարի նախքան պատերազմը, մենք եթերով կռվել ենք իրար հետ։ Որտեւ ես ինձ հարց եմ տալի, եղբայրը նայում էր աչքերիս, եղբայրն ինձ հարց է տալի, որ այսպես վախտալը մենք կռիվ ենք արել։ Դա շատ կարևոր է, որ ժողովուրդը հասկանար թե ինչի համար։ Սերոփը մի բառ ասեց. հորստունը պետք է լցվի, երկինքը պետք է լցվի։ Նա չասեց գև, նա գիտեր հնարավորություն կար, ես կարայի 5000 հոգանոց դալիճ վեկալեի։ Եվ այդ ընթացքում սերելի հայրենակիցներ իմ հետ կապնվել են հովիվներ։ Գև ախպեր, տենում ենք ձեր աճը, բեմեր վեկալեք գանք, լցվենք, Սուրբ Հոգի լցենք, առանց Եսուս սերոփը մտածելու, քննարկելու, քննելու, ժպտացել են եւ ասել են եղբայր, ոչ, նյետ, մենք բիզնեսով չենք զբաղվում, որևէ մեկը չի կարասի սերոփը կամ ես խոսել ենք 10-նորդ քարոզել ենք ասենք բերեք կամ որևէ մի բան, ոչ մեկ չի իմացել մենք ոնց ենք ապրում, լավ թե վատ, անկախ ամեն ինչից։ Գումարը Աստծո արքայության մեջ տեղ չունի։ Հիսուս Քրիստոսը դաժե իր արոնոց շորերը թողեց եւ գնաց։ Եթե Աստված ունի քո համար պլան, ես ուղղակի ժամանակը հերիք չանի, երբ որ ես վկայություն տամ իմ կյանքից, բերթերից, հանցագործ աշխարհից, ցեփեր, արուն, ժնջիլներից, թե ոնց եմ կուրացել, ավայրա տվե կուրացե աչքերը կորցնելուց այտենց եկե հասել եմ ու ես այսօր մի բան եմ հասկացել աշխատանք իմ առօրյա հացը իմ պարտականությունները Աստծո արքայության հետ կապ չունեն իմ հորստունը պետք է լցվի այդ սերոփի ասած խոսքն այ մեջ մնացե դու 4000 հոգի 7 ամսվա մեջ ունեմ այդ SMS-ները որ ապաշխարել են ինձ ինչ եկեղեցի կամ շինություն կամ փող էր պետք 0 կոպեկ Սամալյոտի մեջ զանգե սերոփը ժամը 5-ին ասելա մենք պետք է եթեր անենք ես խնդրել եմ լոջիկին որոնց ինտերնետ տան ոտև իմ աղբերն ասելա ավտոյի ռուլին գլնեի սարերին գլնեի չգիտեմ ճոպանուղուն գլնեմ ես արել եմ որ ժամը 5-ին թեկուս մի հոգի լսար երկնքի արքայությունը բայց 0 կոպեկ մենք դաժե YouTube չենք գցե որ չասեն սրանք YouTube-ով են ապրում մինչև այսօր մենք էդի չենք արել ինչի հիմար Հիսուսը որից է փող ուզեց Ով է ձեր հույսը, մարդը, արյուծը, ինչի մարես դու հովիվ կանչված արածացնելու որտեղ Աստծո խոսքի մեջ, հիմա կասես, բա գև ախպեր, բա որ 100, 200, 500 հոգեմ որտեղ, էդի քո խնդիրը չի։ Եթե ես պատմեմ իմ ֆինանսական հարցերը շատերը կզարմանաք, թե ոնց է եղել ամեն ինչը, ես արժան չէի ոչ մի բանի, բայց ես երբեք կամ իմ ախպերը երբեք չի խոսել փողից Որտե փողով չես մտցնի, փողով կարաս բիզնես անես, կարաս մայբախ քշես, կարաս լավ հաուս տուն ունենաս, կարաս երկրներ եթաս, կարաս հարցեր լուծես, այո, բայց փողով Աստծո արքայություն մտցնելը, տեսակ ինչ լավ։ Մտցնել տեղը քանդին ավելի։ Եղել է, ես չեմ ստախոսում կամ ինչ որ մի սուտ պատմուհին է, եղել է։ Հիմա այս մարդու հետ ինչ ալնելու։ Քիչ խնդիր ուներ, ավելի սարքին մարդասպան, բայց հարց Մարիա Մագդալենային ով կանչեց իր մոտ Առաջի անգամ Մարիան գնաց թե Մարիային խափին տարան դրա համար Հիսուսը թեքվավ խոսքով ասեց ով մեղ չունի թո քարակցի Հիսուսը դարշեշ է եթե դարշե տար այնտեղ մարդասպանություն է հիմա այս դարշե չեմ տալ ինչի մար որտեվ եթե ես այսօր բարձրացայնեմ այն մարդկանց անուններով ում քուրերի քրերի կամ կնանիք հետ ինչ ձև են վարվել այսօր հավատացնում եմ շատերի տունը նույն Հովիկ Աբրամյանի տղու տան պես առնելու բայց ես լուրուկուշ մենք սուց ենք մնալու մինչև գա իսկական ԱԱՑ իսկական օրենք կանչելով ասենք այ ախպեր ջան այ ինգեներ ջան մենք Հայաստանի Հանրապետությունը քանի կրոն ունենք քանի եկեղեցի ունենք Հիսուսը մտավ տաճար ասեց հորստունը սարքել եք առևտրի տուն տվեց ջարդխուր դարեց տոնդը խլեշելա ֆրացե մարդել են տփե որ ասում են Քրիստոսը չի զայրացե քֆուր չի ով ձեզի ասում բանդեղ ինչ գնաց այդ կռիվ դավի որ գնաց ինչ էր էտում Սրիկա այլանդակ իհարկե ոչ այնտեղ նույն առևտուրներ եթեն նույն առևտուրներ եթեն որտեղ մտել են հոր տաճարի մեջը քանդում էին բայց եթե դուք շատ լավ քրիստոնյա եք եթե դուք ուզում եք ազգը փրկվի ինչի առաքելական եկեղեցու կոչ շեղվածի այդ կողմը չկայնակ որ չեթար պորնիկություն աներ այսքան պատմությունա ֆրմ քանի հովիվ գնաց իր ժողովրդի հոտի հետ հայ առաքելական թող ձեր չթողեն մտնեն Կրուգը վեկալեիք էշմյազինի ոչ մեկ ձեր չեր կար արկելել, ձերքերը բարձացնեիք աղոթեիք կաթողիկոսի համար։ Չէ, աղբեր, սրանք սեվտր, ես ոչ թե աղոթել եմ, այս մի քանի անգամ մարդ եմ ուղարկել իր մարդկանցից իր մոտ ասել, ապաշխարի գավազանդ խփա, չխփես ամենավատ ձևով քեզի պատժելու, խայտարակ ես լնելու։
Դրա համար ես ասի, ինչ չլսես բգնիկ, ինչ չլսես ձգնիկը։ Հəm ինչ լում է դա իր որոշումն է։ Մեզից հասել է համ աղոթել ենք, համ խոսել ենք։ Որտեղ նայել է մեր աղբերը։ Իմ համար տարբերություն չկար, գլներ դոգը, գլներ դու, գլներ կաթողիկոսը, թե գլներ որև մի հովիվ։ Ես ասել եմ պատրաստ եմ բոլորիդ հետ աղոթելու, որտեղ մեզ տրված այդ տիտղոսը ամոթ բան չի ասելով ես քրիստոնյա եմ, բա դու ինչ ես։ Ես շատ անգամ լսում եմ, արա դա աղբեր դու հավատացյալ ես, բա դու ինչ ես։ Ուրեմն հրաժարվի կրոնիցդ, հրաժարվի ինքնությունիցդ։ Դու չես կարա երկու տիրոջ ծառայելու ասելով ես քրիստոնյա եմ, բայց աղբեր դու հավատացյալ ես։ Քրիստոնյան հավատացյալն է հենց, որ հավատում է հարություն առած Քրիստոսը իր մեջ։ Ոչ թե լսելով լսել ասма, ես քրիստոնյա եմ, բա հետո։ Այս օրը որ մենք ընկել ենք, լսելով քրիստոնյաներն են բերես ամեն ինչի։ Ուր է մեր հոգևորները, ուր են մեր առաքյալները, ուր են մեր մարգարեները, ուր եք։ Որևէ մեկը մարգարեացել է, այս ինչ բանը պետք է երկրի հետ լինի։ Ով կայնավ ասեց Սերժից բռնած, Քոչարյանից բռնած, Փաշինյանից ասեց, մենք աշխարհի երկիր ենք, որևէ մի հոգի, հոգևոր, հովիվ կամ որևէ մի հատ տերդեր կամ որևէ մեկը կայներ ասել գլուխդ պատով ես տվարա, մենք աշխարհի առաջի քրիստոնյա Սուրբ Հոգով մկրտված երկիրն ենք, որևէ մեկը գնացել է դրան, որ ձեզ էլ բռնեին կալանավոր, մենք էլ ասենք ախպեր հալածյալ է, Քրիստոսի համար հալածյալ է, ցույց տվեք ինձ քրիստոնյա հալածյալ։ Հիմա ասում ես եղբայրը խփել է, այո, դատապարտում եմ, բայց ոչ Քրիստոսի համար։ Եղբայրը այդ քույրիկի հետ, չգիտեմ, այդ ինչա հասցրել այդ մարդուն, ինչ աստիճանի, որ այդ մարդը ասի ախպեր գնացեք խփեք։ Որտեւ չի կարած երևի կնգավորել։ Հասկանում եք, չասեք հանգարց այդ եղբայրը Քրիստոսի հալածյալ է։ Ոչ։ Ոչ։ Քարոզելու համար ցույց տվեք այս 30-40 տարին, որ այս հավատացյալները եղել են, կամ այս 70 տարվա մեջ Եհովայի վգայից միջև մեկել է։ Եհովայի վգաները ասում մենք հալածում ենք, դուք չեք հալածվում։ Դուք ինֆորմացիա եք տանում մեզանից։ Դուք ինֆորմացիայի բազա եք, նույնը մորմոնները, որ այսօր պետք է խստիվ այդ օրգանիզացիաները փակվեն, որ ինֆորմացիա տանում են, մինչև ի գերեզման, մինչև հասկանում եք, հիմա մենք ով ենք։ Իմացեք, պատկերացեք, ես գալիս եմ Հայաստան, ուզում եմ ընդունեմ քրիստոնեություն։ Այսինքն դարբասները բացում եմ, Վրաստան Սադախլուի ճամփեն մտնում եմ, ասում եմ բարև ձեզ։ Ես ուզում եմ ձեր քրիստոնեությունը վերցնել։ Այնտեղ կանգնած է Եհովայի վգա, մորմոն, քարիզմատիկ 50-ականից բռնած մինչև հաուրական եւ կաթողիկոսը։ Սա գիտեմ, Գրիգորյանը գալիս է։ Այսպես կանգնում եմ սահմանի վրա։ Ուզում եմ ես Քրիստոս ընդունեմ, ճանաչեմ։ Հարց եմ տալի հիմա այս նույնը ձեզ հայացք։ Որն է ճիշտը սրանցից։ Խնդրում եմ ցույց տվեք։ Մեկը որ գիտեմ 2000 տարի այս թրերով, ձորերով, այս պատմությունով եկե հասելա լվոր կա 2000 տարի։ Այս սրանք ով կար 70-ից 75 տարվա մեջ եղել։ Էլ չկա։ Всё, բրծավ։ Մենք կոչում ենք առաքելական եկեղեցի, առաքյալներից եկած։ Այնպես չի որ հիմի նոր են առաքյալներ։ Հələ մենք առաքյալ ենք, մենք մարդ ոչ։ Մեր արմատը առաքելական եկեղեցու հենց առաքյալների բերածն է, աշակերտների բերած մենք ունենք աշակերտների նույն շարունակությունը։ Այնպես չի որ քարիզմատիկներ դուք եք դառը առաքյալներ կամ դուք բերեցիք էսան, ոչ։ Հիմա հարց է տալը մարդ, որը ուզում է ընդունի քրիստոնեություն։ Խնդրում եմ, իմ եթերով ես հիմա հարց եմ տալի։ Այս Եհովայի վգայից մորմոնից մինչև ինչ ասես կա։ Ասեք որն է ճիշտը, որ ընդունեմ ու գնամ երկինք։ Ամեն ինչ արել եմ, ես կյանքում ուզում եմ ապաշխարեմ։ Խնդրում եմ գրեք ամենաճիշտը որն է։ Որ եկեղեցին է ճիշտ։ Էսի խայտարագություն արա։ Էսի խայտարագություն է։ Էս որ ինչ որ կատարվավ այս վիդեոյով դուք տեսաք, էսի խայտարագություն է։ Փողի համար։ Հələ չենք ասում թե դե ինչ էրա կատարվել, ինչի համար։ Փողի համար։ Դերի քարոզեք փողից։ Իշքան քարոզեք, այնքան ավելի խոսալու եմ, այնքան ավելի թեմաները ձեր առանձները բացելու եմ։ Ում ուզում եք գնացեք դիմեք։ Մեկը ինձ լրացնողը, ինձ ստեղծողն է լինելու։ Ես միշտ ասել եմ։ Ոչ մեկից ոչ բախում եմ, ոչ քաշում եմ, ոչ էլ ինչ-որ ասելու կամ ինչ-որ պատասխանի բան եմ։ Եղելա դեպքը հարց ենք տալի։ Ինչի արեց այս մարդը։ Հուն տղեներ, ինչ էր, իր կյանքով աշխարհով ոնց էր ապրախ բերի, ասված իր հետ։ Ինչի դարավ մարդասպան։ Ինչի Մարիա Մագդալենան դարավ պոռնիկ, ով դրթեց։ Ով դրթեց այս մարդուն։ Քիչ խնդիրներ ունեին, բերիկ ավելի մեծ խնդիր հմեր շոյեկանը 3 տարի դա բռնել ենք մարդասպանին։ Զակաշիգին։ Նայ Նիկոլ։ Ու հիմա նույնը շարունակվում է։ Ես ասել եմ եկեղեցին դա երկրպագության եւ վկայության տեղ է, ոչ ավել։ Երկրպագության ասում է Քրիստոսը որտեղ 2-ը եւ 3-ն են, ես ձեր հետ եմ։ Արեք, երկրպագեք եւ վկայություն տվեք։ Այն հավատացյալը,
անկախ քո դիրքից, եթե դու չունես վկայություն, դու մեռած ես հոգով։ Մարմին ուղղակի գոյատևում է աշխարհի մեջ։ Էս է խնդիրը։ Հիմա նորից գնամ Սերոփին։ Հովազը կառավարում էր Ռոստամ Գասպարյանը, հրամանատար, Փառք ու պատիվ մեր հրամանատարին։ Ռոստամի թեման, շուտով ես ել եմ ասել, չի մարսելու որևէ մեկը Ռոստամի պատմության համար, չի մարսելու, բայց Սերոփը հովազներից մեկն էր, նույնը ինքը Ռոստամի աղբերը, որ այսօր հովազի հրամանատարն է։ Ես այն հեռախոսի մեջն եմ մնացել վիդեոն, ես մյուս իմ եթերին վիդեո ցույց կտամ ձեզ։ 44 օրվա պատերազմին, սիրելի հայրենակիցներ, Սերոփը լույսերը անջատած պալատքի մեջ, որ տռիվ էր եթում, քարոզ էր անում ամեն մի զինվորի համար, ամեն մի կռվող աղբոր համար։ Այդ վիդեոն կա, ես ձեզ խոսք եմ տալի ցույց տամ։ Ես արցունքներով եմ տեսել, ասեմ, ստեղել չի վախում։ Ես եզակի մարդկանցից եմ եղել ընտանիքի 1, 2, 3-ից, որ ես կապ եմ ունեցել ուղիղ։ Ասում էր, բա որ հանգարց նայրադը գնի, ես իմ հորս ինչ ասեմ, երկինքը դադարք, հորս տունը դադարք, իրանք գիտեն գնացել են մահվանը։ Հարց, երբ որ ես մտա քաղաքականության այս քարոզության մեջ, շատերը չմտածում են, արա դե գև անումա, որ դոգը գա, գև անումա, որ Սերոփը գա, գև անումա, որ ես ինչ Պողոսյան Պետրոսը գա, ես ձեզ մի բան ասեմ։ Եթե Սերոփի պես մարդը 35 տարի եղել է սահմանում, պլյուս քարոզումա, պլյուս օրթումա, քո երեխուն, որ սահմանին է կանգնած, բա ում կողը կայնեմ, սադանապաշտ բոզի տղեկի կողը եթամ կայնեմ, դե հիմի ես իմ կարծիքն եմ ասում, սիրելի հայրենակիցներ, արեք հիմա, ես իմ ոսկին ոնց կարամ փոխեմ երկաթի հետ, դե հիմի ինձ փորձեք լրացնել, եթե ճշմարտությունը կա, Քրիստոսին փորձեցի լրացնել, նա հարությունով ցույց տվեց աշխարհին, որ արա լսեք, կյանքովս չեք կարա, ես հարություն կառնեմ, ու ցույց կտամ, որ դուք հարություն, ես հարություն եմ արել, նա մեր ամենամեծ օրինակն է, չվախենալու ճշմարտությունը խոսելուց, հիմա արեք Սուրեն Պապիկյանին վերցնենք, ու վերցնենք Սերոփ Գասպարյանին, հələ տենան գլը, ինչ արժեք են ունի, ինչ արժեք ես ունի, ես են ինչ որ ունեմ, ես դից եմ խոսում, որտեվ իմ աղբերն է, ինքը իմ ոչ թե սեփականությունն է, ինքը իմ սերունդի շարունակողն է, իրանց պես մարդիկ են իմ սերունդը շարունակելու, եթե Պապիկյանի պես լավ, ես սերունդ քրիստոնյա սերունդ, ու հզոր զորք կանգնելու Աստծո խոսքի մեջ չենք ունենալու, ես հեսա ուբիդիտ կանեմ, արեք վերցնենք Պապիկյանին, վերցնենք Գասպարյանների ընտանիքը, հələ մի հատ տենան գլը, համ կռվող են, համ աղոթող են, հələ հիմի արեք սրան հարցնենք, ես չգիտեմ ինչ ասեմ, հայմերը դաժե չգիտի, հələ ասեք Սուրեն Պապիկյան, որ եթե մտնում ես կազարնեկը, այդ զորքի կողմը կամ որտեղ որ զինվորը կայնած է, ձեռքը դրե աղոթել ես, ոչ, քո երեխան, այն մարդը որ պատասխանատվությունը տարել է միայն կողելու մեխանիզմի մեջ, թե երբ ինչ-որ մի բան գնի իր հետ կամ չի լինի։ Սերոփ Գասպարյանի աղոթող տղեկին պալատքի մեջ որևէ մեկին բան չի եղել։ Ես դրա մասին էի այսօր 3-ի գիշերն էի մտածում։ Իսկ Ռոստամի իր տղու մեկ էլ դոկտորի թեման։ Դա արդեն պատմությունը ցույց կտա, չեմ ուզում խոսամ, բայց բոզի տղեկ պատասխան եք տալու։ Բայց այն աղոթքը, որ արել է ինքը պալատքի մեջ, դե հիմինձի ցույց տվեք քանի հատ հոգևորական ավտոմատը ձեռը գիշերով սնայրադը գլխին նկարել եք, որ դուք աղոթել եք։ Ցույց տվեք։ Ուզում եմ տենամ, ցույց տվեք։ Ցույց տվեք, որ մեր հոգևոր աշխարհը բարձրանա, որ իմանանք մեր զինվորը մենակ չի կռվի դաշտում։ Հիմա դասեք վայ, խաղաղությունն է, ով է ձեզ խափե։ Կլուբնիկի վախտվել էր խաղաղություն, որ տարան երեխեքին կլուբնիկ կերծրեց։ Էս էլ խնդիրը, դրա համար երբ որ ես տարբերությունը դնում եմ քրիստոնյայի եւ քրիստոնյայի, շատերը վազում եք ստացում եք, վայ, ես չեմ ձեր հետևից ընկել, ես խոսում եմ, ասում եմ, տղեկ մի արեք։ Տեսակ ինչ եղավ։ Տեսակ 10-րդ քարոզողը, փող քարոզողը ինչ եղավ։ Ես ցավ եմ ապրում ամեն մի հայի մահվան վրա, այն ինչ որ կատարվում է այսօր մեր երկրում, մեր հայի հետ, այն TikTok-ից բռնած ինտերնետի մտնում են վերջի են վերջել երեխուց միջև գերեզման քրֆելով եթում են, ու մենք լսում ենք, էդի ասում ես, էսի մեր սերունդն է, էթում են մեկին գլխից են խփում, մեկին ոտից են խփում, մեկին սրանից են խփում, ու ոչ մեկ չասում արա այս հայը արժեք է։
Այս մարդումար Քրիստոսը հարություն առե։ Եղբայր, երբ որ դու այդ մեր այդ ընտանիք մտնես, ես չգիտեմ դու ոնց ես կարացել մտնես այդ ընտանիք բերելու 50-ական, որ քարոզես, երևի դու լավն ես ուզել։ Բայց դու պետք է մի բան հասկանալ, որ դու այդ մեր այրուծի բերանը, դու պետք է դրա բաղադրատոմսը իմանաս, եթե դու չունես, ես միշտ ասում եմ, աղոթեք թող Աստված ձեզ տա սողոմոնական կամ հոգևոր իմաստություն, ոնց կարամ այրուծի հետ, այրուծի վարժեցնողը պետք է մտնի։ Դու չես կարա գինեկոլոգը չի կարա ասի ես եթե մտնեմ դիրք պահեմ կվեկալի ավտոմատը զարոդինո հանուն հայրենիքի բայց իր գործը գինեկոլոգությունն է ամեն մեկը ձեր դաշտում մնացեք դուք այդ պահին ուրախացել եք որ վայ Ծառուկյանի ընտանիքն է եկե արա գիտեք ով է վաու էս ինչ եկեղեցու մեթում է գիտեք ինչի որտեղ ձեր հույսը մարդն էր նրա պապան էր որ ձեզի բան չասեին որ ձեզի ավելի շատ փող բերեին ընծա բերեին Բամի նույնը ասում եմ Նիկոլ Փաշինյան, որ դրել ես մի սաղի փողերը հավկմես, քանի այդ հզոր մեծ եկեղեցիների ընծաների վրան ես դրել 10%-ը։ Բախի չի եթում քո հարգային ընդեղ։ Ինչի՞ չի եթում այդ փողերը որ մխսվում ես այնօրն ասեցի մասոնները եկել են Հայաստան, Հայաստանի բոլոր հովիվները գնացել են Ամերիկա, հիմա մեծ սեմինար են անում, ասում եմ 1000 հոգի արդեն գրանցում ա եղել։ Գցենք ընձի ինչ։ Աստված ընտրել է մեր երկրին քրիստոնեայությունը առաջի պեչատը տվել է աստա որ հետ կան տղա ջան այս պեչատը տակ ինչ ենք անում լնում ենք քարքում ենք քայքայում ենք սա ամեն ինչը այդ մենք օտար երկրներում ասում ենք 1000 հոգի մարդ հավաքվեք գրանցվեք սեմինար անել ուր է տանում այդ սեմինարը ուր ցույց տվեք ուր հերիք արա հերիք է ձեր սեմինարներով աստվածաշնչային դպրոց ցույց տվեք ինձ մի աստվածաշնչ արա որ դպրոց կա ցույց տվեք սեմինարներ կա Բացում ես կարդում ես աստվածաշնչային դպրոց, գցենք գյուղացի կոչված հովիվը անես բաների բանագրե, որ ասում ես էլ մեզի ինստիտուտ համասարանել խիապետ, այդանք սրամոտ կդառնանք բիզնեսմեն, այդանք սրամոտ դառնանք տեզերա։ Ինչ ասես գրել է։ Արժի 45000 թե 70000 դրամ։ Եթե չգասել, դե փողը տաս։ Հենց գրածված ստորագրից դե փողը պետք է տաս։ Պատկերացնեք որ հանգարց Քրիստոս այդ 3 տարվա մեջ սրանցպես շուստրիներ։ Թեմի Քրիստոսից հարուստ մարդ այս աշխարհում չեր լինի։ Դուք պատկերացնում եք։ Խայտարագությունը։ Քարոզում եք, թող հորստունը լցվի։ Հավաքվում եք, երկրպագեք եւ միայն վկայություն տվեք Աստծո հրաշքների մասին։ Ոչ մի ավելնորդություն ցույց չի տալու։ Մարգարեանում եք, մարգարեացեք, թող հոգին ցույց տա, որ աշխարհը կայնի մատով ցույց տա ձեզ։ Ոչ թե մարգարեանում են պետք է շինություն սարքեք։ Ում անով մարգարեացողի անունով։ Այ քեզի բան։ Դրա համար մենք սերոբ հետ ասենք յետիշ չծեք, այ սրիկաներ։ Մենք ձեր համար եկեղեցի շինած բացող չենք ստեղ։ Դուք ուզում եք մեզի խայտարակեք հորստունն էլ հետը։ Գիտեք քանիսի ենք պաստադարը գնացել է։ Ուղղակի բերաններս չենք բացում, որտեղ մենք այդ տեսակը չենք գցենք։ Всё, գնացիք անցակ։ Ուրացել եք աղբորը։ Հələ մի հատ 50-ականներ էլ հիշեք սերոբնով էր։ Շատերը որ այսօր կայացել եք, մայբախներ եք փշմում եկել էս ինչ եք անում։ Մի մոռացեք, որ ասում եք Ջանֆիդեցի սերոբը մեր հետ է, լուպոյտը ձեզի ընդունում են։ Ես որ մոռացել եք, համ հերոսին ընտանիքին, համ այն ընտանիքին, որ հավատացյալների համար դուռ էր բացվում։ Ախր որ ես խոսում եմ, համի սերոբը զանգել ասի ախպեր, խես ասում, լավ եմ անում։ Ես սիրում եմ արած գործը գնահատել։ Չեք գնահատեք, ստիպես որ մարդիկ գնահատեն, որտեղ արել եք դուք, տվել եք դուք։ Մենք չենք խոսում մեր փառքից, մենք խոսում ենք արածից։ Ճշմարտությունից։ Էս է խնդիրը։ Այդ որ Ջանֆիդեցին չգիտեր, որ համ հերոսային, համ հոգևոր դաշտի մեջ դուռ էր բացած, որ շատերի չտփեին ու շատերի շատ բան չասացին գնացից արա, դու էլ քո քարոզնել։ Իսկ այսօր ուրացել մոռացել եք այդ ամեն ինչը։ Իսկ մենք չենք ուրանում ու չենք մոռանում, գնահատում ենք ամեն մեկի արածը։ Այո, ես կայնած եմ Ռոստամի արած գործին, ես կայնած եմ Արտուրի արած գործին, որ շատերը չեք էլ պատկերացրել Արտուրը ինչ արել։ Որ շատերը մտածում եք ախպեր Մաֆիոզ, արա ավելի լավ մաֆիոզն է, քան ցես տեսադրն եք, մարդկանց ընտանիք քանդեք։ Ավելի լավ մաֆիոզն է ձեր երկիրն ու ձեր հոգևոր դաշտը պայեք, քան թե չմոլնեք։ Քան թե ասեք Արցախը Հայաստանը չի, վախենակ այդ բառն ասեք։ Ես մի բան հասկացա, ով որ ճշմարտությունը խոսել է, կամ երկրում չի, կամ մահացած է, կամ բերդում է։ Всё։ Իսկ մնացած ժողովուրդը մալի պես տենում է ու ամեն մեկը մի կոմենտար է գրում ու չի ասում Այս մարդը որ չներ 30 տարի կռվելով, այս մարդու տղեկը, այս մարդու տեսակը 35 տարի առաջ թուրք եկե մտել էր արդեն Հայաստան։ Ախր մի մոռացեք, այս մարդու գծած այս արյունովը
պահվի այդ 30 որ դու կոչում ես հələ որ քրիստոնյա կամ այդ սփյուռքի հայրենակիցն է որ 30 եվրո վեքո տոմսը կառում այդ մեկ Երևան լավ եք զգում մի մոռացեք այս տղու արունը այս տղեկի արունը մի մոռացեք որ այս տղեկով է կառուցվել բայց եթե Արցախը մերը չէր հիմա ես մի հատ բան եմ պետք է ասեմ ախր չկա ԱԱՑ-ի աշխատող աշուտ երկու թեմա ունեմ մի քիչ երկարում այս ուղի հետերը բայց ոչինչ բա որ ասում եք մերը չի Նիկոլին խի չեք դադում 18 թվից երեխեքին տարավ զինակոչեց կայնավ պարլամենտում ասեց կռվում եք թե չեն կռվում բա եթե մերը չէր այս սուկա լավ են հասարակ ժողովուրդը չգիտեր մերն է թե մերը չէ դու գիտեր որ մերը չի գիտեն չագերտավոր խի կռվար 18 թվից չէ 21 թիվը դու 4-ա թե 8-ա զինակոչ ես փոխե բա այդ որ երկիների ղրգում կամբոջա ղրգեիր այդ երեխեքին վեկալեր կամբոջա ղրգեիր Զյուտ Ամերիկա ղրգեիր չգիտեմ Կորեա ղրգեիր եթե մեր երկիրը չի սիրելի հայրենակից ախր այ ընդդիմադիր կոչված էր այ որ ասում եմ այդ մարդիկ պետք է գան ու այս հարցերի պատասխանը դնել են սաղի դեմը ընդ բան պետք չի եթե այսօր ես կարողանամ իմ հարցը բարձր մի հատ հարց եմ տալու Նիկոլ դու ամենալավն ես դու հրաշք ես դու հրեշտակ ես ուղղակի ինձ հրեշտակ ես եթե մեր երկիրը չէր այս երեխեքին 18-ից 21 թիվը ինչեր ուր էր զորակոչում դրա համար դու պետք է դատվես թե չէ բոզի տղա տես ես քեզի հարց եմ տալի 21-ից հետո չեմ ասում ինչ ա եղել մինչև այդ կլուբնիկ երթալում ասում եք գնացեք տեսեք ինչ դիրքեր ենք սարքում տեսեք ինչեր ենք անում կամ դու Ռուսաստանն ասում ես խի չեկար օգնիր ում օգնել եթե դու ասում ես էսի մեր երկիրը չի Ռուսաստանը անասուն չէ գար քեզի օգնել չեն ասի ախպեր ջան այս մարդը պրեզիդենտա գալու մի օր որ էսի մեր երկիրը չի դու քեզ գալու քեզ գալի սա է գլոբալ մեր խնդիրը սիրելի հայրենակիցներ եթե մեր երկիրը չէր ինչի տարար սպանեցին մեր աղբերներին խի սպանեցին մեր հերոսին խի սպանեցիր ով է սրա պատասխանը տալու բոզի տղա ով որ հմել ասում ես ում հաշվին ես արել ամեն ինչը ումներս կան 10 կասի ցավը դել տանեմ ումներ բերես տունը 10 կասի ջան խաղաղություն ի՞նչ է աղբեր արի մատը գլուխը պաչեմ ասում ես խաղաղություն եմ բերում ում հաշվին իմ աղբերների հաշվին իմ հողի հաշվին իմ եկեղեցիների զանգի ձենն է գալի դրա հաշվին այ բոզի տղա Եվրոպացու պետք չի ամերիկացու պետք չի արա դու ինչ եկեղեցի կամ ինչ դավանանք ունես նա ամեն մեկ իր շահն է տանում բայց դու ումն ես խափում քու երկրի ժողովրդին ու երկրի ժողովուրդ 15 միլիոնը լսելով լսումա տենալով տենում ձեն չի անում ասում խաղաղություն ի՞նչ խաղաղություն այդ վանքերը ումն են Նիկոլի ընդրող ժողովուրդ վանքերը ումն էին ձերն են թե ձերը չէին այդ կնունքները այդ ամեն ինչ այդ 2000 տարի որ այդտեղ կանգնած արի ումն է այդ եղել հարց տվեք ձեզ դասմա ռուսը վեկալես տվեց ինչ անենք էհմի կավե ռուսը վերնա վեկալի սևանը տա կա քո տունը վեկալի հələ տենան ինչ կանես էսա խնդիրը էսա գլոբալ խնդիրը սիրելի հայրենակիցներ կամ ասում են սրան բռնին նրան բռնին այրուձը բերին ով թույլ տվեց Սերժի ինչի չես բռնում Քոչային ասում ես մարդասպան բայց բերում ես երրորդ տեղնա նստում Սերժի մասին չենք խոսում բոլոր տեղը Սերժի ագաժները կա Սերժի աղբերին ասում 50% ուր են Նիկոլ Այդ մեզ բան ես բռնում որ բեկե մտ այդ մարդու ընտանիքը բայց Սերժի աղբերներին խի չես բերում դատես արա աղբոր տղեն եկա Գոնսալեսով գնաց հացավ տարա բերի իր մանավի պես Սևանի բերթում ֆրֆռնա Всё բռնա Բա բռնեիք Մկին թողի գնաց այդ տղունա բռնե ու ժողովուրդն էլ հավատում ես հեքիաթին Այս բոլորը առևտուր է եւ խաղացրելի հայրենակիցներ սա պետք է գլոբալ ստոպ սահմանները փակվի սրանց բոլորին վերցվի մցվի միտեղ բոլորի ձեռից վերցում ամեն ինչ եւ այն ինչ որ ունեն սրանց ձեռից վերցվի հավատացնում եմ առաջիկա 20 տարին Հայաստանին ոչ մի օգնություն պետք չի ոչ մի երկրից այն ինչ որ սրանք գողցել են սարքել տունը ջոգի կածնելել է վլնում չէր հասնում տեղ 4 հալ գնում էր հասկանում եք չէ այդ եղածը մենակ վեկալվի եթե իրոք վեկալվի բոլորի ձեռքից մեզի 20 տարի թող Եվրոպաները թե Ռուսաստան սահմանները փակեք բաժնեկետի մարդկանց վրա մենօր ես նույնը ասեցի եթե Ծառուկյան ջան կամ այն մնացած օլիգարխ ջան Սամո ջան գիտեք որ դի հեծը կամ այդ ձեր միլիարդները վեկալ արա բաժնեք աղքատ ժողովրդին Պաստուեց էսի ոնց կորտնեին գայ ձեր կողը կայնեն եթե առևտուր չէ ցենք պատկասում հեծա տալում ասում են ֆշտիկին չի Ծառուկյանի 70% վեկալ մարդու պետք չի ժպիտը ասում Արդարությունը հիվանդանա բայց չի մեռնում Ախպեր եթե պետք է վեկալեք տարի աղքատ ժողովրդին Այն ընտանիքին որ տուն ու տեղ չունեին
Գոնե այդ զորոկինո տեսել եք, չէ՞, որ այդ մեր աղքատ հարուստներից գոնում աղքատներ, վեկալեք տայք արա, գործեր եք տայք, մեկը այդում եք դուք, եթե դուք իրականում ճիշտ եք այս ամեն ինչը։ Իսկ ժողովուրդը հավատում է ձեր հեքիաթներին։ Մենք չենք հավատում, մենք գիտենք ինչ անելու ու ես հավատում եմ, որ հայը պետք է արժանապատիվ ձևով քրիստոնյայի տիտղոսը պահի մինչև Տիրոջ վերադարձը։ Մեզի բան է տվել, հասկանում եք բան, հələ կարդացեք ստե ինչա գրած։ Կարդացեք ստեղ։ Էսի Աստված տվել է Պողոսյան Պողոսը չի, օլիգարխը չի, ասենք արա դինգեր, տվել է, всё, հաջողություն քեզի, չէ։ Մեզ ստեղծողն է տվել, ասլա պահեք մինչև գամ արա։ Ես որ ինչ ենք անում։ Բռնել ենք, սենց կիսել ենք, ասում ենք էսի սրան, էնի նրան։ Հəմել զարմանում ենք, որ սպանություններ արնում։ Մի վեկալեք մարդը չգա չխանդի չդա սպանի։ Բա դենցա։ Ինչ անենք որ հովոյի տղենա։ Հələ չեմ ասեմ ինչեր է լսացել, կամ ինչեր գիտի։ Խեք զարմանում։ Բա մարդուն տանի քեզ մտե։ Հəմել Նիկոլը ցույցատարը որ բռնին կանցագործում։ Չեք բռնե, հեսա կթողակ։ Հիշեք ես խոսքս թողալու են իրան։ Չի դադվելու։ Իսկ եթե իրանց advokatները մի քիչ խելացին են, հարց պետք է տան, այս մարդուն խես դրթե։ Խես դրթե այս մարդուն, որ ինքը այդպես քայլ արե։ Ճիշտ է, եմ ասում, չեմ արդարացնեմ, պետք է դադվեմ, պետք է պատասխան տամ, բայց ինչ ես մտես մարդին տանիք։ Մտնում էի, սավին տաներ հավատքի։ Մարդուց կսեիր, ոչ թե կնգանից կսեիր։ Ու նույնը սիրելի եղբայր հովիվներ, ձեզ եմ ասում, երբ որ մտնում եք ընտանիք, փորձեք տղամարդուն առաջուց ապաշխարության բերեք, որտեվ ամեն տղամարդ չի որ հանդուրժում է, ժամանակ չունի կամ ասելու խոսք չունի, ես գիտեմ ինչ եմ ասում, որտեվ տենում ենք ինչա կատարում, ողբերգություն, աշխիտեղ տալմունքն ու գլուխն եք ծխում մարդկանց, քանդվավ ես ընտանիքը, համ ընտանիքը, համ աշխատողը, համ ես ամեն ինչ այդ մարդն էլ վարի գնաց, որտեվ մեծ գումարներ էր վեկալում. Իսկ այդ գումարները ում գումարներն են, մկնիկի գումարներն են, ինչ գումարներ են, օծից կախված դուրեն ասում են, որ երգիրը քանդած ավիրած փողեր էր։ Բա դուք ո՞նց եք վերցնում, սիրելի հովիվներ, այդ փողը։ Մարսիկ, էներ չեք մարսելու։ Նույնը, քանի անգամ ասեցի, որտեվ ԱԱԾ չունենք։ Մեկը մի հատ ինֆորմացիա տվել, բռնել եք 10 տարի պետական գաղտնիքի համար դատում եք, ցմա։ 30 տարի կյանքի խոսքը եղել է Բաքվում։ Հարց, նորից եմ բարձրացնում, սիրելի լրագրողներ, հարցվեք ձեր Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ-ից Թազապետին, Բաքվում եղել է 30 տարի կյանքի խոսք, որևէ մեկին ոնց լինի կուպի տարած գլնեն, մի հոգի, որին եք բռնե, չեք բռնե, իսկ հենց մեկը մի հատ SMS եք բռնե, վայ, տեսեք ինֆորմացիա ծախե, այո, լավ եք արել, ցմա, տվեք թողետա, բա 30 տարի ունենաք ընդեղ կոնցեպտ, վերբով կա ոչ մեկը չի եղել, ուրեմն ես ինչ հոգևորական եք, դե հիմի բերեք ձեր ցուցակը, ես կյանքի խոսքին հիմա բառ եմ ասում, ցուցակը տվեք, թե քանի հատ Իբրահիմը դարել է քրիստոնյա, ցուցակը ցույց տվեք, քանի հոգի ապաշխարել, ցույց տվեք, 30 տարի դուք ունեցել եք մասնաճյուղ, ցույց տվեք, քանի հոգի ապաշխարել, չկա, նույնը աղացուն չի հետում դրանց հետևից, ինչ տարբերություն, նրա հետևից, թե նրա հետևից, 30 տարի, ինչ ինֆորմացիա գնացել, ինչ եք արել, բայց օրերից մի օր այս խոսքերը մնալու են ու արխիվ են ինչ որ կա, համապատասխան տեղում է, իմ մոդել չի որ գալու է այդ օրը, կանչելու են ձեզ, ոչ թե ժողովրդին միամիտ, ոչ, հովիվներ 30 տարի չեք քարոզը, հələ ցույց տվեք ինչքան Իբրահիմը ապաշխարել, բա 30 տարի դուք էդի ինչ ֆինանսներով եք պահել, եթե չի ապաշխարել որևէ մեկը, կամ Հայաստանը դորդուբեշ արեցիք, սաղորում մարդ են սպանում ու երեխեքից բռնած քրիստալ են քթերը քաշում, գնացել եք Ամերիկա, Եվրոպաները քարոզներ եք անում, Հայաստանը լավ է, շվեյցարական հոգևոր աշխարհ է դառել, էլ պետք չի մեզի, մենք լրիվ երկնքի մատերիալ ենք, մենք այդ մենք տուն, մենք բոլորս ապաշխարած ենք, մեր մոտ կռիվ չկա, որ մազիկ մի հատ հորող բերնե, որ այդ մեն աղջիկ ուզելու, ասում էին Պողոս հանգար չխոսած, որտեղ քֆրչի մարդեր բառեր սորվել, ասում են խնամիներ ջան, մենք ոչ կռվող ենք, բայց տփող ենք, բայց դրա հագարակներ ինք էլի, Հիմի մենք ենք ժողովուրդ ջան, մենք քրիստոնյա ազգ ենք, համար առաջին ենք, ոչ կռվող ենք, ոչ տպող ենք, ոչ նարկոման ենք, ոչ մի բան ենք, մեզնից ամենասուրբ ազգ գոյություն չկա, արեք մեր մոտ ապաշխարեք քրիստալը ոնց են քաշում, մարդկանց ոնց են տփում, մարդկանց ոնց են գյուլում ընտանիքի դեմ, մարդկանց ոնց են այս ձևի փչացնում հոգևոր աշխարհը, հոգևոր աշխարհին, ուրախանում են հովին տարան են տերդերին բռնին ծրան, արեք սովորեք, գիտեք ինչ աշխարհ է, սենց աշխարհ գոյություն աշխարհում չկա, 3 միլիոն Երկրի մեջը 180 տեսակ եկեղեցի ունենք, պատասխանատվություն եք չունեք, բա տենում ես ու ամենահինն ենք, այ էսա,
Գլոբալ խնդիրը էս է մեր, որ մենք խոսում ենք, այս դրա մասին ենք խոսում։ Ես չեմ խոսում անձերից կամ որևէ մեկի հետևից, աբսոլյուտ քավլացի։ Ես պատրաստ եմ Լուբոյի հետ խոսելու, մենք ավելի ճիշտ, ու խոսել ենք շատերի հետ։ Ես առաջարկել եմ դաժե, հիմա էլ եմ առաջարկում։ Ստադիոնը ինչ կարժենա։ Հավաքվեք։ Մի նայեք Պողոսական, Պետրոսական, հավաքվեք եւ դարեք մեկ ազգ, մեկ հավատք։ Պատրաստ եմ թե մեծ ֆինանսը որոնց դե իմ խնդիրն է։ Ես առաջարկեցի հովիվներին, գիտեք ինչ, ատելության ձայներ լսեցի։ Արա ես այ ախպեր դու չգիտես սրա, ախպեր դու չգիտես էս Եվա, արա էսի գիտես ինչեր արե։ Ու ինչեր այսօր։ Հիմա ես գալիս եմ Հայաստան, իմացեք ես չունեմ կրոն, ուզում եմ քրիստոնեություն վերցնել։ Խնդրում եմ, ասեք, մեջտեղը կաթողիկոսն է, մնացած թևերը աչուձախկոմերը այդ տարբեր անուններով են, որն է ճիշտը։ Ես ուզում եմ երկինք գնալ։ Տվեք ինձ ճիշտ եկեղեցու անունը, եթե կա։ Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք շուտով։ Ես փորձեցի գլոբալ խոսել խնդիրների մասին, նորից եմ ասում։ Ես ատելության քարոզ չեմ անի, ես ուղղակի ուզում եմ ասել, որ արթնացեք հայացք։ Դաժե եթե արդեն հովիվ եմ խփում, ուրեմն մի բանը այն չի, թե ընդեղից կամ մեր քարոզը ուժ չունի, խոսքը ուժ չունի, ու սատանայի որդին ունի իշխանություն քեզ խփելու, կամ ինչ-որ մի բան դու նիտոյա քո մոտ, որտեվ չի կարա մարգարեին քարոզիչին փրկության համար խփեն, բայց անունը դրեն փողա վերցրել։ Ամոթը մարդիկ լսում են, ազգերը նստած են սպեց, տենում են թե երկրի իրավիճակը ինչ է։ Գիտես երկրի ոնց են փչացնում։ Երբ որ ներքին անհամաձայնություն կա, թե հոգևոր դաշնի, թե քաղաքական, լիքը ձայներ կան։ Բաբելոնը, Սերոկն ասում է, Բաբելոնի քարոզը լսած եք։ Բաբելոնն է դարը, քարեն ուզում ջուրա տալը։ Արաս մենես ինչ է խոսում ես գերը։ Ինչ են խոսում, ասում եմ, որն է ճիշտը։ Ուզում եմ ապաշխարել։ Ուզում եմ ընդունեմ մի եկեղեցի, որ ես իմ ընտանիքի հետ գամ եւ աղոթեմ եւ իմ սերունդից սերունդ գնա երկինք, որտեղ մենք քրիստոնյա ենք եւ հավատում ենք Սուրբ Երրորդությունը եւ հարությունը։ Ցույց տվեք ինձ։ Գարեգինը կին ունի, Սևտրոսիկեն, այն մեկը սենցա, այս մեկը սենցա, այն մեկը սենցա։ Հիմա հասկանում եք, որ ազգերը ունեն իշխանություն մեր վրա, որտեղ մենք մեր իշխանությունը կորցրել ենք։ Էս է խնդիրը։ Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք շուտով։